Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում է կառավարման ոչ ավանդական բանաձևի մասին։ Նարեկ Կարապետյանը, որ գլխավորում է կուսակցության նախընտրական ցուցակը, կլինի միջանկյալ համակարգող, մինչև սահմանադրության փոփոխությունը։ Նա բացատրում է ռազմավարության տրամաբանությունը, որն ըստ նրա նպատակ ունի ներգրավելու Սփյուռքի ողջ ներուժը։ Ի տարբերություն այսօրվա իշխանության, ով ուզում է մեր ամբողջ սահմանադրությունը փոխել Ալիևի եւ իր ընկերների առաջարկով եւ պահանջով, մենք դրանից խուսափելու համար ուղղակի մի տեխնիկական կետի փոփոխության արդյունքում հնարավորություն ենք տալիս Սփյուռքի ամբողջ պոտենցիալը մասնակցի Հայաստանի կառուցման գործին։ Ըստ Կարապետյանի թիմի երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը պահանջում է տնտեսական մտածողությամբ եւ զարգացման տեսլականով առաջնորդ, որը նրանց պնդմամբ կարող է լինել միայն Սամվել Կարապետյանը։ Եթե մենք ունենք խնդիրներ, որի լուծումները մեր կառավարությունները չեն տվել, այդ խնդիրները լուծելու համար Հայաստանում տրամաբանորեն պետք է Հայաստանը կառավարի տնտեսական գործիչ, որը ունի հայկական ամենամեծ կազմակերպությունը կառավարելու փորձ, որը Սամվել Կարապետյանն է։ Մենք տեսել ենք, որ պետք է մարդ, ով չունի ֆինանսական որևէ սահմանափակումներ, այսինքն չունի ֆինանսական հետաքրքրություն, ունի կառավարչական մեծ փորձ եւ նա մեծ հայրենասիրության զգացողություն ունի եւ պատրաստ է իր ամբողջ ներուժը դնել Հայաստանի այս ճգնաժամային իրավիճակից դուրս անելու։ Նարեկ Կարապետյանը նաև նշեց, որ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից։ Միայն Հայաստանի քաղաքացիություն ունենալը դա Սամվել Կարապետյանի որոշումն է, որը նա այն ժամանակ, երբ որ process-ները կհանգեն վարչապետության, նա լինելու է միայն Հայաստանի քաղաքացի։ Փոքր բիզնեսի համար շրջանառության հարկից ազատում։ Վերջնական նպատակը նրանց պնդմամբ 300,000 նոր աշխատատեղի ստեղծումն է արդյունաբերականացման հավակնոտ ծրագրի միջոցով։ Այս ծրագրերը իրականացնելու համար պետք է պատասխանատվության կոնցենտրացիա, կենտրոնացվածություն, որպեսզի մենք կարողանանք անենք եւ վերջապես մենք ունենք 300,000 աշխատատեղ ստեղծելու ծրագիր, որը արդյունաբերականացման մեծ ծրագիր է։ Այդտեղ պետք է մեծ կենտրոնացվածություն, որպեսզի մենք կարողանանք 5 տարվա process-ով այդ մեծ բեռը տանել եւ կատարել այդ գործը։ Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, Կարապետյանը կողմնակից է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության քաղաքականությանը, չանտեսելով գոյաբանական սպառնալիքները։ Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ, սակայն, մենք տեսնում ենք մի քիչ ուրիշ մոտեցում։ Մենք տեսնում ենք, որ երկարաժամկետ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է։ Թուրքիան այս պահին է ուղղակի միտված Ադրբեջանի հետ ավելի խոր համագործակցության, բայց երկարաժամկետ որպես այդպեսին Հայաստանը չունի որևէ տարածքային նկրտում, չունի որևէ հակասություն Թուրքիայի հետ, շահերի որևէ հակասություն չկա։ Պատասխանելով ընդդիմադիր այլ ուժերի հետ հնարավոր կոալիցիայի մասին հարցին, Կարապետյանը վերահաստատում է, որ իրենց նպատակը բացարձակ մեծամասնություն ստանալն է սեփական ծրագիրն իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ կուսակցությունը ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համար ստանալ միջազգային երաշխիքներ, պնդելով մեկից ավելի երաշխավորի անհրաժեշտության մասին։ Որ երկիրը ցանկանա։ Մեր հարավային հարևանն էլ է ցանկանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հյուսիսային հարևանն էլ է ցանկանում, բոլորը ցանկանում են, որ երկիրը ցանկանա, մենք որևէ խտրականություն չենք դնի։ Միակ պայմանը, որ երաշխավորությունը իրավական ուժ ունենա։ Սամվել Կարապետյանի թեկնածությունը թեժ բանավեճ է առաջացրել, հատկապես նրան ներկայիս իրավական խնդիրների եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության համատեքստում, սակայն նրա քաղաքական թիմը վստահ է, որ գործիչը իր միջազգային լայն կապերով եւ գործարար փորձով միակն է, որ կարող է Հայաստանը դուրս բերել ներկայիս ճգնաժամից եւ առաջնորդել տնտեսական զարգացման նոր մոդելի։